Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետն աշխատանքային այցով Ռուսաստանում է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում Նիկոլ Փաշինյանի դիմավորել է Ռուսաստանի ԱԳՆ-տեղակալը։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Մինչև այդ Համբուրգում լրագրողների հետ զրույցում վարչապետն արձագանքել է Բաքվի հայտարարությանը, թե Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է գրված է Ղարաբաղի հայեր։ Վարչապետը բաց ու հրապարակային առաջարկ է արել Ալիևին։ Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է վայ գրած է Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում ներողություն 25 թվականի օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Որովհետև ես արդեն ասել եմ բաց հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որովհետև ասում են, բա վերադառնանք, ես ասել եմ դա իրատեսական չի։ Մենք այսօր մեծ ծրագրեր ենք անում, իմիջայլոց ասեմ, որ ասում են, այ պետական պարտքը ավելացել է, այս նորը ազգային ժողովում առիթ ունեցա ասելու։ Երկու ուղղություն կա պետական պարտքի ավելացման։ Մեկը զինտեխնիկա, սպառազինության եւ տեխնիկայի գնումը, պաշտպանական կապիտալ ծախսերը, երկրորդը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր ժողովրդի կարիքները, որովհետեւ երկուսն էլ մեզ համար մեծ ու միանգամից անհրաժեշտ ծախսեր։ Մենք այդքան ծախսը անում ենք, որ մարդիկ մնան Հայաստանում։ Որովհետեւ եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որի պատճառն է, որը պատճառ է եւ որը հետևանք է։ Բայց ես ասում եմ, ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի, ես ասում եմ, եկեք, նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետեւ այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Ես գիտեմ, որ դա ցավոտ թեմա է, բայց ես քանի որ արդեն ուղերձում ասել եմ դա, ես դա չի կարա ուղղակի շարունակություն չունենա։ Այդ թեմայի շարունակությանը խանգարում է արևմտյան Ադրբեջանի եւ այս կարգի ինչ որ խոսում, ինչ արևմտյան։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Եվ այո, ընդունում եմ նաեւ, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետքա դա ամբողջական իրականացնենք։ Այս այն պատկերացրած ճանապարհը։ Բայց էլի մեկը ասում եմ, գիտեք ինչ, էլի թեմաներ կան, բազմաթիվ թեմաներ կան։ Ես պետքա մի բան արձանագրենք, որ ինքը հայու խաղաղությունը իրադարձություն է, բայց ինքը առանձին վերցրած մի իրադարձություն չի։ Ինքը գործընթաց է, որտեղ ինքը պետքա անդադ զարգանա։ Ընդ որում ինքը պետքա չկանգնի, որովհետև երբ որ լճացավ խաղաղության գործընթացը, ինքը ռիսկեր է վերելու։ Ինքը պետքա անընդհատ զարգանա, այո, վերածվի եւ տրանսֆորմացվի տնտեսական համագործակցության, տնտեսական հարաբերությունների եւ նաեւ այդ է պատճառը, որ ես ուրախանում եմ, որ տնտեսությունը քաղաքականությանը վազանցում է, որովհետեւ տնտեսությունը իր տրամաբանությունն է վերելու։ Մարդիկ ի վերջո գալու է եւ եկել է այդ պահը, որ ի վերջո երկու կառավարություններին ասելու են
թողեք հանգիստ ապրենք։ Շարունակենք, բազմաթիվ տարածքներ կան, որոնք սեփականաշնորհվել են անհատներին կամ իրավաբանական անձանց, բայց գտնվել են լճի մակարդակի թույլատրելի նիշից ներքև։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազն ու թվարկել որոշ գույքեր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ ասել է, հնարավորության դեպքում հանրությանը տեղեկացնել այդ ֆիզիկական անձանց անունները, որոնց հետ փոխկապակցված էին իրավաբանական անձինք, որովհետև Արսեն Թորոսյանը կարծում է պակաս կարևոր չէ թվարկել այսպես կոչված հերոսների անունները։ Դատախազը մի քանի անուն է նշել։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ նաև հնչեցնենք մեր այսպես չակերտներով ասած հերոսների անունները։ Շնորհակալություն։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Գույքերը պատկանում են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Բնականաբար հայտնի գույքեր են, մեկը Հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը զրոնիշից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձին, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Ու այս աշխատանքները հիմնականում վերաբերում են պարոն Թորոսյանի նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց։ Սուր շնչառական վարակներն ակտիվացել են ճեպազրույցում հայտարարել են նախարարը։ Անահիտ Ավանեսյանն ասել է, որ սա կապ չունի օդի աղտոտվածության հետ։ Ինչ վերաբերում է դասապրոցեսի կանգնեցմանը, ապա դեռ նման վիճակ չկա։ Ունենք ակտիվացում սուրշնչական վարակների մասով, թե ամբուլատոր օղակում դիմելիության եւ թե հիվանդանոցային, իհարկե մեր հսկողության տակ է եւ ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե դուրս գրված, թե նոր դեպքերի մասով։ Իհարկե մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։ Պետք է նշեմ, որ ամենօրյա բացակայությունների թիվը եւս մենք իրար փոխանցում ենք եւ աշխատում ենք դպրոցների հետ։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել, քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում, դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են հիմնվելով իրավիճակի վրա եւ մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը։ Վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ։ Վիրուսային հիվանդությունները ուրեմն սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ ակտիվ շրջանն է եւ մենք համեմատական ենք տանում նաեւ նախորդ տարվա ուրեմն թվերի հետ ըստ էության շատ փոքր շեղում ունենք անցյալ տարվա սեզոնային գրիպի ակտիվացման ցուցանիշներից փոքր ավելացում ունենք, բայց այստեղ էլ պետք է տեսնենք, որ անցյալ տարի ավելի շուտ էր սկսվել ակտիվացման գործընթացը, այսինքն մենք նոյեմբերի սկզբից արդեն բավականին ակտիվացում ունենք, այս տարի մի փոքր ավելի ուշ են այս վարակները շրջանառվել։ Նշեմ, որ այո, շրջանառվող շտամը H3N2-ը ունի սպეციფიկ ատիպիկ է եւ ջերմության բարձրացում, կայուն ջերմություն է առաջացնում մանավանդ մինչև 18 տարեկանների մոտ եւ նորից շեշտադրում եմ, որ եթե չունեք ախտանշաններ, ապա խնդրում ենք մանավանդ ռիսկի խմբերին անպայման պատվաստվել, որովհետեւ մեր ցուցանիշները նաեւ ցույց են տալի պատվաստված անձինք կամ չեն վարակում կամ վարակվելու պարագայում շատ թեթև են տանում ախտանշանները։ Հակակոռուպցիոն դատարանում նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի այսօր շարունակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը։ Այն վերաբերում է նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Դատարանի բակում այսօր մարդաշատ էր, լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչներն անդրադարձել են վարչապետի հրապարակած բանակցային փաթեթին, խոսել խաղաղության փաստաթղթի, նաեւ ընդդիմության հայտարարությունների մասին։
Խաղաղության կարելի է հասնել մի պարագայում, երբ որ խաղաղության հասնող կողմերի բացի նրանից, որ պետք է լինեն երաշխավորներ եւ այլն, խաղաղության ձգտող կողմերի միջև պետք է լինի կատարյալ կամ կատարյալին մոտ վստահություն։ Որտեղ է վստահությունը։ Միջնորդ Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարող ենք համարել կամ երաշխավոր, թե ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանը, Եվրոպական միությունը կարող են եւ Իրանը կարող են լինել մեր տարածաշրջանում հայ-ադրբեջանական կարգավորման, այսպես ասած, երաշխավորներ, եթե այդ հարցը ինստիտուցիոնալ ձևով դրվի։ Այս պայդրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների առջև դրվել է մեկ հարց՝ տնտեսական պրոյեկտ։ Եթե դնեին ռազմագերիների վերադարձի հետ, ես կասկած չունեմ, որ Տրամպը կհասներ նրան, որ գոնե մի մասը ռազմագերիների հետ կգան, ինչու կասկած չունեմ, օդի մեջ չեմ խոսում։ Պարզ օրինակ եմ ձեզ ասում, Տրամպի բանագնացը գնաց Լուկաշենկոյի մոտ, ասեց մի 20-25 հոգի մարդ բաց թող եւ Լուկաշենկոն բաց թողեց քաղբանտարկյալներին, բելարուսականա 25 թե 50 հոգի ոնց է։ Հիմա բաց է թողել, այսինքն այդ հարցը եթե դրվել Տրամպի առջև հայկական դիվանագիտության կողմից, ես վստահ եմ, որ այդ մարդը կլուծեր այդ հարցը, լինելով այս պայդրությամբ քրիստոնեության թիվ 1 համաշխարհային պաշտպանը կամ համենայն դեպս այդպիսի իմիջ կամ դիրքավորում որդեգրելով։ ասեցիք որ իրարամերժ մեկնաբանություններ կան իշխանության եւ ընդդիմության կողմից, թույլ տվեք ես չհամաձայնեմ, որովհետեւ ոչ թե մեկնաբանություններն են իրարամերժ, այլ Նիկոլի կողմից եւ այդ նիկոլական բանդայի կողմից հնչում է ճղճղոց լրացնելու այն բանակցային ժառանգությունը եւ այդ բանակցային ժառանգության ու փաստաթղթերի մեջ տեղ գտած իրականությունը, իսկ ընդդիմության կողմից, մասնավորապես նաեւ հանրապետական կուսակցության կողմից հնչում է ընդհանրապես փաստաթղթերի ընթերցում եւ այդ փաստաթղթերի ընթերցման մեկնաբանությունները։ Վերջերս էլ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը, որը ամբողջությամբ հիմնված է Նիկոլի հրապարակած բանակցային թղթերի վրա, ընդհանրապես խոսում է մի բանի մասին եւ ապացուցում է, որ Նիկոլը դեմ է եղել Արցախի հայկականությանը, Նիկոլը դեմ է եղել, որպեսզի մեր հայրենիքը 42000 քառակուսի կիլոմետրից ավելի լինի, անվտանգ լինի եւ կայուն լինի։ Այդ չեմ ասում, որ մենք բոլորս դեռևս սպասում ենք, որ Նիկոլը հրապարակի դե բանակցային ժառանգություն ինքը համարել է նաև տարբեր հարց ու պատասխաններ, հարցազրույցներ եւ այս տրամաբանությունը հուշում է, որ անպայմանորեն պիտի հրապարակի նաև լիֆտում Ալիևի հետ իր խոսակցությունը, մեծ բոլորիս դա շատ հետաքրքիր է։ Մարգինալ ճակերտավոր ընդդիմադի որոշ շրջանակների նպատակը տողտոր ջրում զույգ բռնելն է։ Տեսեք, բոլոր նրանք, ովքեր որ քննադատում են եւ մեղադրում են Փաշինյանին բանակցությունները փակուղի տանելու եւ 19 թվականի առաջարկներից հրաժարվելու պահով ճիշտ են անում, բայց նրանք նաեւ որ ովքեր որ համ Փաշինյանին են մեղադրում, համ Ձեռի հետ փորձում են խեղաթյուրել իրականությունը եւ ստվեր գցել Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի վրա, թե իբր թե դե չգնաց լուծումների Հանրապետականը, Սերժ Սարգսյանը չգնաց լուծումների, Նիկոլին իսկ բանի ասում են հողատու, նրանք էլ լկտի ստում են։ Նախ առաջինը Սերժ Սարգսյանը երբեք չի հրաժարվել բանակցային փաթեթից, երբեք ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության 2008-18 թվականին չի եղել որևէ փաթեթ, որտեղ առաջարկ փաթեթ պաշտոնական, որից Սերժ Սարգսյանը հրաժարվի։ Ընդհակառակը դրանից հրաժարվել է Ադրբեջանը եւ 16 թվականի ապրիլին դրա մասին խոսեց պարոն Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարար, 16 թվականի պատերազմից հետո առաջարկված non-paper բանով ձևաչափով առաջարկը, որը Կրակովում մի էջի վերատրվեց, էլի Հայաստանը ընդունել է որպես բանակցության հիմք, Ադրբեջանն է մերժել։ Ավելին, Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության հիմքի վրա Նիկոլ Փաշինյանին 19 թվականին առաջարկվեց փաստաթուղթ, որից հրաժարվել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Դրա մասին էլ 21 թվականի հունվարի 13-ին ասել է Ռուսաստանի համանախագահ Պապովը. մենք փոխզիջումային տարբերակից չենք հրաժարվել։ Այդ ոնց եղավ որ Սերժ Սարգսյանը ոչ մի թիզականություններ քայլում, եթե դուք եք կարա Սերժ Սարգսյանին Կիսելյովի հարցազրույցից ինչ-որ մի հատ կտոր հանում, ասում եք շրջանները պատրաստ է տալ։ Մենք էլ ասում ենք, մենք տալու մասին չենք բանակցել, մենք բանակցել ենք ինչ ենք ստանալու, Արցախի կարգավիճակը, սա մեկ։ Երկրորդ հողատուի մասով որևէ մեկը մինչև 20 թվականի նոյեմբերի 9-ը Նիկոլին հողատու չի անվանել։
Այսօր շարունակվել է նաև Բագրատ Սրբազանի և մյուս 17-ի գործով դատական նիստը, այն կարճ է տևել Արմեն Ալեքսանյանի պաշտպանի բացակայությամբ պայմանավորված։ Նախորդ դատական նիստին հիշեցնեմ, Սրբազանի պաշտպանները միջնորդել էին փոխել Սրբազանի խափանման միջոցը, հնարավորություն տալու, որ նա կարողանա մասնակցել եպիսկոպոսած ժողովին, սակայն ժողովի հետաձգման պատճառով Սրբազանի պաշտպանները հրաժարվել էին դիմումից։ Մենք խաղաղ անհնազանդության միջոցով ցանկանում էինք հասնել իշխանափոխության, որի մեջ ես ընդհանրապես ձեզ նման ոնց որ դուք եք լրատվություն տարածում, նույն ձևով ես եմ եղել, հա։ Հիմա մի կարևոր բան է կատարվել, այն ինչը որ իրանք ասում են, սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ Հայաստանում ցանկացած դեպքում, եթե որևէ ուժ, որևէ մարդկանց խումբ որոշի անել այն, ինչ որ ինքը այլա 18 թվականին, Թավշյա հեղափոխություն, դա արդեն քրեականացված է, ինչ որ մի բան կգտնեն, մի բան կսարքեն, մարդկանց կտանեն բանտեր։ Նիկոլ Փաշինյանը քրեականացրել է Թավշյա հեղափոխությունը, իրանց այդ բոլոր գրառումները դրա մասին են։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության այսօրվա փաստացի կառավարության ղեկավարը այդ ամենը իրականացնում է, քանի որ ինքը գտնում է Ադրբեջանի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքի ներքո։ Մենք լսում ենք, չէ, ամենօրյա այսպես տեղեկատվության մեջ, թե ինչպես են Ադրբեջանի ղեկավարները տարբեր պահանջներ ներկայացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ կարծում եմ, որ ինքը իր այդ հայտարարությամբ եւս մեկ անգամ եւ արտաքին աշխարհին եւ ադրբեջանցիներին ասում է, որ ես պատրաստ եմ սահմանադրություն փոխել, միայն թե խաղաղության պայմանագիրը լինի։ Մենք գիտենք, որ խաղաղության պայմանագիրը իրականում այսօր գոյություն չունի, նախաստորագրված փաստաթուղթ գոյություն ունի, որտեղ որ անտեսվում են Հայաստանի Հանրապետության շահերը, որովհետև եթե երկու հակամարտող երկրները, պետությունները գնում են խաղաղության լուծման, ապա պետք է լուծեն նաև այն բոլոր խնդիրները, որոնք որ կան։ Եվ տարածքների հետ կապված, գիտենք, որ Ադրբեջանը այսօր նաև մխրճվել է Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս, օկուպացված պահում է այդ տարածքները, գիտենք, որ կան գերիներ, պատաններ Ադրբեջանում, առավել ևս օրինական ընտրված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է այնտեղ եւ այդ հարցերում ոչ մի լուծում չի տրվում։ Իրականում խաղաղություն կարող է լինել այն դեպքում, երբ որ երկու երկրները ունեն որոշակի պայմաններ, որոշակի նաև հավասարակշռություն եւ քաղաքական եւ մնացած բոլոր ոլորտներում, բայց մենք այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ հռետորաբանությունը, պահանջները չեն փոխվում։ Այդ պահանջները ունեն երևի թե իրենց մոտ երկար շարան եւ եթե ինչ որ մի փաստաթուղթ էլ ստորագրվի, սահմանադրություն էլ փոխվի, այդ պահանջները շարունակական են լինելու Ադրբեջանի կողմից։ Արցախի ներկայացուցչությունում արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումներից մեկ օր անց այսօր քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել։ Առայժմ շատ մանրամասներ հայտնի չեն։ Քրեական վարույթը, որի շրջանակներում այս պահին իրականացում է խուզարկություն գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին եւ այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն, այստեղ բացահայտ հանցագործության տարեր ուսումնասիրելով դատարանի որոշումը խուզարկության անձամբ ես չեմ արձանագրում եւ չեմ հասկանում առհասարակ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրի հետ։ Պայմանական ենթադրենք, որ ինչ որ ոչ իրավաչափ եթե կատարվել է, ապա այն կարող է կատարված լինել ամեն դեպքում ոչ Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրում։ Այսինքն Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրում թե ինչ բովանդակության փաստաթղթեր են փնտրում,
մեզ համար հասկանալի չէ։ Ըստ դատարանի որոշման պետք է դա կապ ունենա կոնկրետ իմ կողմից քիչ առաջ վկայակոչված գործողության հետ, որը կատարվել է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մշակված ծրագրերով, այսինքն օրինակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է, որ այն իրավաբանական անձինք, ովքեր գույք են ունեցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության տարածքում, դրանք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ եւ հիմնադրամը կառավարության որոշման շրջանակներում պետք է բանկերին փոխհատուցի այդ միջոցները, ինչպես օրինակ այս պահին այդպիսի որոշումներ ընդունված եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ միջոցները, որոնք մզետեղված բոլոր գույքերի դիմաց ստացված միջոցները հատուցում է Հայաստանի Հանրապետության բանկերին։ Այդ նույն որոշումները կար նաև 2020 թվականին, այսինքն երբ որ Արցախի մի մասը օկուպացվեց Ադրբեջանի կողմից, եւ այդ բոլոր գործողությունները կատարվել են 2021 թվականների ընթացքում։ Մարդը բարձրագույն արժեք է, նրա իրավունքներն ու արժանապատվությունը պետք է երաշխավորված լինեն։ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Պաշտպանի գրասենյակը տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով հաստատության ամենօրյա գործունեությանն ու արժեքներին։ Մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները պետք է երաշխավորված լինեն։ Օրը պատահական ընտրված չէ եւ խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումը։ Կարծում եմ, օրվա հիմնական խորհուրդը պետք է այն լինի, որ յուրաքանչյուրիս կողմից մարդու իրավունքներն ընկալվեն ոչ թե որպես հռչակագրային գաղափար, այլ մեր կյանքում ամենօրյա ռեժիմով իրացվող ու գնահատվող արժեք։ Մարդու իրավունքների պաշտպանությունը սոսկ աշխատանք չէ, այլ առաքելություն, որը կարող է իրականացվել բացառապես նվիրված, ապրումակցող, կարեկցող, մարդասեր, բարևարք եւ պրոֆեսիոնալ դերակատարների կողմից։ Ես այս արժեքները աշխատում եմ անընդհատ փոխանցել իմ գործընկերներին եւ մեր փոքր, միևնույն ժամանակ ինձ համար ընտանիք հանդիսացող թիմի անդամների աշխատանքը համակարգել այն տրամաբանությամբ, որպեսզի նույնիսկ ամենամարտահրավերային պայմաններում մենք մեր գործունեությունն իրականացնենք որպես արժեքային եւ պատասխանատու առաքելություն։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության առաջնորդները բոլորը շատ լավ առաջնորդներ են եւ իմ շատ լավ ընկերներն են, ու մենք Ուկրաինայի հարցը քննարկել ենք բավականին կոշտ ձևով եւ կտեսնեք թե ինչ կլինի արդյունքում։ Մենք սպասում ենք պատասխանների նախքան առաջ շարժվելը։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Եվրոպացի առաջնորդները ցանկանում են հանդիպել Եվրոպայում այս շաբաթվա վերջին, հավելել է Թրամփը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը, Սթարմերը, Մակրոնը եւ Մերցը հեռախոսազրույց են ունեցել քննարկելու Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին Սաարը նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։ Մեր անխզելի դաշինքը երբեք այսքան ուժեղ չի եղել, նշել է Սաարը։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի գրառման մեջ նշել է, որ Գիդեոն Սաարի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ մարդասիրական ջանքերի վերաբերյալ հարցեր։ Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներն անմիջապես կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Եվրոպան ցանկանում է հրադադար Ուկրաինայում, որպեսզի շունչ քաշի եւ Զելենսկու եւ նրա ռեժիմի հետ վերսկսի հակամարտությունը Ռուսաստանի դեմ, հայտարարել է Լավրովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի վրա եւ պատրաստ է դա ձևակերպել գրավոր իրավական փաստաթղթով որպես կոլեկտիվ երաշխիքների մաս։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի, Ջարեդ Քուշների եւ ամերիկյան BlackRock ներդրումային ընկերության ղեկավար Լարա Ֆինքի հետ տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հետ պատերազմյան վերակառուցման հարցը։ Այս մասին Զելենսկին նշել է X-ում կատարած գրառման մեջ։
Նա ընդգծել է, որ քննարկել են վերականգնման հիմնական տարրերը, տարբեր մեխանիզմներ եւ վերակառուցման տեսլականներ։ Կան բազմաթիվ գաղափարներ, որոնք ճիշտ մոտեցման դեպքում կարող են հաջողության հասնել Ուկրաինայում։ Մենք նաեւ թարմացրել ենք մեր մտորումները պատերազմի ավարտի շրջանակային փաստաթղթի 20 կետերի վերաբերյալ։ Հենց ընդհանուր անվտանգությունն է, որը կորոշի տնտեսական անվտանգությունը եւ կապահովի անվտանգ բիզնես միջավայր։ Նշել է նա, ավելացնելով, որ շնորհակալ է նախագահ Թրամփին եւ նրա թիմին իրենց էական աշխատանքի եւ աջակցության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավ է կալանել։ Այն բռնագրավվել է շատ համոզիչ պատճառով, նշել է Թրամփը առանց մանրամասներ հայտնելու։ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին X-ում գրել է, որ հետաքննությունների դաշնային բյուրոն հայրենիքի անվտանգության եւ ափային պահպանության մարմինները ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ իրացրել են Վենեսուելայից եւ Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող նավի առգրավման օրդերը։ Նրա խոսքով նավթատարը տարիներ շարունակ պատժամիջոցների տակ է եղել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին աջակցող անօրինական նավթային փոխադրումների ցանցին մասնակցելու համար։ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները չեն նշել նավի անունը կամ չեն բացահայտել դրա գտնվելու վայրը առգրավման պահին։ Ի պատասխան դրա Վենեսուելայի կառավարությունը հայտարարության մեջ մաղադրել է ԱՄՆ-ին բացահայտ գողության մեջ առգրավումը որակելով որպես միջազգային ծովահենության ակտ։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը ընդունել է երկրի 2026 թվականի պաշտպանության բյուջեի օրինագիծը։ Հրապարակման տվյալներով օրինագիծը հաստատվել է 312 ձայնով, դեմ է քվեարկել 112 օրենսդիր։ Փաստաթուղթը կուղարկվի Սենատ, որտեղ ըստ ԶԼՄ-ների քվեարկությունը սպասվում է հաջորդ շաբաթ։ Օրինագծի համաձայն 2026 թվականի պաշտպանության բյուջեն կկազմի $901 միլիարդ։ Այն նախատեսում է $400 միլիոն չափով ռազմական օգնություն Կիևին։ Բացի այդ, պետք է բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը, սահմանափակվեն ԱՄՆ-ի ներդրումները Չինաստանում, ինչպես նաև ամբողջությամբ վերացվեն Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Ի թիվս այլ դրույթների օրինագիծը նախատեսում է $38 միլիարդ հատկացում ավիացիոն տեխնիկայի արտադրության եւ ձեռքբերման համար, $34 միլիարդ միջուկային ծրագրերի համար, $26 միլիարդ նավաշինության եւ $25 միլիարդ զինամթերքի արտադրության համար։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք ջրային պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են որսագողության դեպքեր, մանրամասները տեսանյութում։ Դեկտեմբերի 9-ին ժամը 11:45-ի սահմաններում Սևան Մարտունի Գետապ ճանապարհի 11-րդ կիլոմետրին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի մի բնակչի վարած Opel Magnishi ավտոմեքենան։ Մեքենայի բեռնախցիկում եւ սրահում կային սիգ եւ իշխան տեսակի ձկներ։ Պարզաբանումների համար տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին։ Նույն օրը ժամը 12:20-ի սահմաններում նույն ճանապարհի 50-րդ կիլոմետրին ջրային պարեկները մոտեցել են կայանված Mercedes Magnishi ավտոմեքենայի։ Նորատուսցի վարորդ բեռնախցիկից ներկայացրել է 46 կիլոգրամ ընդհանուր քաշով 128 սիգ։ Տղամարդը մեքենայով հանդերձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ Հայաստանում մինչև դեկտեմբերի 14-ն Արարատյան եւ Շիրակի հովիտներում առավոտյան հնարավոր է մառախուղ։ Առանց ստեղումների եղանակ է սպասվում մինչև դեկտեմբերի 15-ը։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյանները անցվել լուծությունն է բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։